Եղբայրները գումար են տալի։ Ասում են, այս գումարը կտանես, այս կարիքավոր ընտանիքին կտաս։ Ասում է, հա, աղբերը մտմատուն գումարը հանում տեղ դնում է ու մորանում է։ Մորանում է այդ գումարի մասին։ Անցնում է ժամանակ, այս աղբերը երազատենում։ Երազատենում, որ եկել է կայարան, պոեզը կանգնած, պոեզի վրա գրած է «Царство небесное»։ Երկնքի արքայություն։ Ոնց է ուրախանում այս աղբերը, շուտ գալիս առաջ, դնում է կոնդուկտորի տեղը կանգնած է հրեշտակ։ Հրեշտակին անունը ասում է, հրեշտակի ձեռը թուղթ տալում է, ասես թերթում է, տետերի պես նայում, անունը գտնում է, ասում է անունդ կա, մտի, ազգանուն, հայրանուն, ոչ մի բան պետք չի, թաղամաս, անունդ ասում ես, երկինքը արդեն ճանաչում է, կաս, թե չկաս։ Այս աղբերը շուտ նստում է պոեզ, դնում է էլի մարդիկ կան, ուրախ, բա չեն գնում, նենց անհամբեր, մեկ էլ ժողովրդից մեկը ասում է, հրեշտակ ենք սպասում։ Մի հատ էլ հրեշտակ ասում է վերջի վագոնից գալիս է քայլելով։ Ասում է գալիս է, այս պոեզի մեջի ժողովրդի շորերն աստուգում։ Շորերը մաքուր է, թե կեղտոտ է։ Այս լսելուց հետո այս աղբերը ուշադիր նայում է վրան, տենում է այս ձախ գրպանը կեղտոտ է։ Հրեշտակը թողել է մտնի պոեզ, բայց գրպանը կեղտոտ է։ Հիմա թաշկինակը հանե, էլ պրտում է այս գրպանը, էլ սրբում է, ոչ մի ձև կեղտը չի կարում անցկացնի։ Մեկ էլ իրանց վագոնի դուրը բացվում է, ասում է մի հատ հրեշտակ, էլի ահարկու մտավ վագոն, ասում է սաղը սենց սպաստոյքից միրնա կանգնեցինք, ասում է այս հրեշտակն էլ շորերը ստուգող հրեշտակը երեսին է նայում, դեմքին է նայում, ասում է շորերին չի նայում, թեպետ շորերն է ստուգում։ Ասում է սաղի դեմքին նայելով հասավ ինձ, ես էլ ասում եմ հենց եմ կանգնեմ, որ այս ձախվոտս, ասում ես էլի, ձախվոտս այս կողքից կանգնացին, սենց կպցրած լինեմ, ունենց քիպ կպել եմ իրան, այս բանը գրպանից կեղտը չի երևում, բայց քանի որ այս հրեշտակն շորերին չի նայում, դեմքին է նայում, ասում է նայեց դեմքին, մատողեց, ասեց ես ինչ է, ու ցուցատալի գրպանին, ասում է բան չեմ կարում պատասխանեմ, լուր կանգնած եմ, պատասխան չունեմ, ասեց տեսա որ խեղճացա, դարա մի բուր, ասեց դու ժամանակ ունես, մինչև ես հասնեմ առաջի վագոն, ես կեղտը մաքրես ու հետ գաս, դու ժամանակ ունես, ասում զարթնեցի տեղերից մեջ նստած, զարմացած, դեր ես ինչ կարա լինի, ես ինչ կեղտա գրպանիս մեջ, հիշում եք գիրքը ասում է, հիշի որտեղից ընկար, իսկ եթե խոնարհվում ես, Տեր ինքն է հիշացնում, եթե չես խոնարհվում, եթե հանկարծապարտություն տեսավ Տերը, ուրեմն դու էլ կհիշես։ Այս աղբերը խոնարհվեց, Տեր ջան ասում է, այս ինչա, ու Տերը հիշացրեց։ Այս աղբերը ասում է, մի բան սառեցի, հիշեցի, որ մի երևի 2 շաբաթ ինչքան էր անց է, գումար են տվել ինձ, այդ գումարը տունն էր։ Հասկացա ասում է, զարթնել եմ, այդ գումարը վերցրել եմ, գնաց առևտուր արե, ոչ այդ գումարից, իր գրպանից առևտուր արե, լավ, տեղը տեղին, այդ գումարի վրա էլ իր գումարից հավելացրե, մտել ընտանիք, հոգևորների զղջումով, ներողությունով, այս խեղճ ընտանիքն ասում է, այ եղբայր ջան, սենց բան ով է տեսել, համ այսքան գումար ես բերել, համ այսքան պրավիզ ես բերել, ինչ մտել ես, ներողություն, զղջում, ներեք ինձ ես մեղա, ասում եմ ասեց բան տեսա, ասում եմ ինչից եք խաբա ժողովուրդ ջան, այսօր ես գումարի պատճառով ինձի պոեզից իջացրել են։ Չա, ինչ պոեզ, ասեց Տերը գիտի, գողությունով մի հատ աղոտ կարին, այս աղբերը հելավ ու ներսից վկայություն ստացավ, դու նորից մտար պոեզի մեջ։